Պարոն Ղևոնդյան, Սամվել Շահրամանյանը հրապարակել է իր փաստաբանը հրապարակել է մի հրամանագիր, որով չեղարկվում է ավելի վաղ իր ստորագրած մեկ այլ հրամանագիր Արցախի հանրապետությունը լուծարելու մասին։ Ձեր դիտարկումները նախ ինչու 1.5 տարի անց մոտավորապես հրապարակումը եղավ եւ ընդհանրապես սա ինչ է նշանակում պետության ներսում մեկ այլ պետության ստեղծման հնարավորություն են տեսնում իրենք ինչ է կարծում։ Ես ուշադրություն դարձրի, որ հրապարակման տակ ամսաթիվը սեպտեմբերի 19-ն էր գրված, կարծես թե նույն օրով է դա թվագրվում, ինչը ենթադրում է, որ եթե նույնիսկ դա ստորագրվել է այդ ժամանակ, ապա գաղտնի է պահվել այսքան ժամանակ, եւ ինչը նշանակում է, որ այս մարդիկ պետականություն հասկացությունը ուղղակի լավ չեն պատկերացնում, ինձ թվում է թե խաղոպար է, կարող այսօր ինչ-որ մի փաստաթուղթ գրեն եւ չեղարկեն, լուծարեն իրենց պետությունը, վաղը մեկ այլ փաստաթուղթ գրեն եւ լուծարումը չեղյալ համարեն եւ իրենց թվում է թե դրանից հետո որևէ մեկը իրենց լուրջ է վերաբերվելու, ավելին փորձում են ինչ-որ ընտրություններ անցկացնել, ինչ-որ նախագահ ընտրել եւ այլն, այն դեպքում, որ պետությունը փաստացի չկա եւ պետությունը փաստացի չկա հենց այդ առաջին փաստաթղթի հիման վրա, եթե հրամանագիրը փոխվում է, եթե նույնիսկ ինչ-որ մի պահ տեսականորեն պատկերացնենք, որ նրանք ճիշտ են, ապա նրանք պետք է իրենց տեղից վեր կենան եւ հետ կենան Արցախ եւ այնտեղ փորձեն իրենց պետությունը ձևավորել եւ այնտեղ նախագահ ընտրել եւ այլն։ Եթե Հայաստանի Հանրապետությունում են նրանք, ապա Հայաստանի Հանրապետությունում պետք է գործեն Հայաստանի Հանրապետության կանոնների շրջանակներում, օրենքների շրջանակներում, ինչը եւս հնարավորություն է, օրինակ Արցախահայության իրավունքների հարցը հետապնդել, բարձրաձայնել, փորձել լեգիտիմացնել եւ այլն, բայց դրա համար անհրաժեշտ է պահպանել միջազգային իրավունքի սուբյեկտ Հայաստանի Հանրապետության օրենքները եւ կարգը եւ ոչ թե պետություն խաղալ Հայաստանի Հանրապետության ներսում։ Նույն տրամաբանությամբ ցանկացած մարդկանց մի խումբ կարող է հավաքվել իրենց մեջ ինչ-որ մեկին ընտրել եւ անունը դրել, որ այս մարդը, չգիտեմ, Արևմտյան Հայաստանի նախագահն է կամ մեկ այլ կազմավորման նախագահն է, որը փաստացի գոյություն չունի։ Դուք սա որոշակիորեն կապում եք Ռուսաստանի ակտիվության հետ նաև Հայաստանում կուրատոր նշանակելու, դրանից հետո զարգացումների, նաև անդադ մենք տարբեր տեսակի միջոցառումներ, լոկալ, քաոսային բաներ ենք տեսնում Հայաստանում, սա այդ ծիրի մեջ տեղավորվում է։ Կա ենթադրություն, որ այս փաստաթուղթը այնուամենայնիվ ես իզուր չնշեցի, այնուամենայնիվ ոչ թե 2023 թվականի սեպտեմբերի 19-ին է գրվել եւ կնիկվել, այլ շատ ավելի ուշ եւ դրա նպատակները բոլորովին այլ են։ Այդ նպատակները կարող են լինել Հայաստանի իշխանությունների նկատմամբ որոշակի մարտահրավերներ գեներացնելը, այստեղ եւ Ռուսաստանի մատը կարող է խառը լինել եւ Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքական որոշակի շերտերի խաղը կարող է լինել, ովքեր ցանկանում են հարվածի տակ դնել Հայաստանի իշխանություններին, Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը, խաղաղության օրակարգը հարվածի տակ դնել, որովհետեւ ակնհայտ է, որ նման հայտարարություններից, նման հրապարակումներից հետո Ադրբեջանը եւս մեկ խաղաքարտ է ունենալու խաղաղության հարցում Հայաստանին մեղադրելու եւ միջազգային հանրության աչքում ոչ կառուցողական լինելուց խուսափելու համար։ Փաստացի այս մարտիկ դրանով Ադրբեջանի ձեռքում խաղաքարտ են տալիս։ Թե դա ինչքանով է իրենց շահերին համահունչ կամ թե այդ նպատակը իրենք հետապնդում են, թե չեն հետապնդում, ճիշտ ասած 100%-ից վստահությամբ չի կարելի ասել, բայց այն, որ իրենց գործողությունների արդյունքում այդ հետևանքը լինում է, դա ակնհայտ է։ Ձեր կարծիքով ընդհանրապես արցախահայերը ինչ մասնակցություն կամ ինչ ազդեցություն կարող են ունենալ սպասվող այդ process-ների վրա, իհարկե իրենց թվականակ այնքան մեծ չէ Հայաստանում, բայց ակնհայտորեն նրանք ունեն հակաիշխանական տրամադրություններ, ինչքան էլ իրենց հարցերը սոցիալական բնույթ էին, մենք լսում էինք նաև իշխանափոխության կոչեր իրենց կողմից, հրաժարականների պահանջներ նաև, եւ այս կոնտեքստում ընդհանրապես այս տրամադրություններ ունեցող շերտը ինչ ազդեցություն կարող է ունենալ։ Ես դեմ եմ ընդհանրացնելու, որովհետեւ Արցախահայեր հասկացությունը շատ մեծ է, Արցախահայերի շրջանում կան մարդիկ, ովքեր Հայաստանի քաղաքացիություն են ընդունել եւ այդ մարդիկ մասնակցելու են 2026 թվականին Հայաստանի հանրապետական ընտրություններում իրենց քվեն տալու են քաղաքական ուժերի որևէ քաղաքական ուժի, իսկ այն հատվածը, որ Արցախահայերի, որը ակնհայտորեն ոչ միայն Հայաստանում հակաիշխանական, այլև հակապետական դիրքավորում են ընտրել, կան այդպիսի մարդիկ ակնհայտորեն, այդ մարդկանց գործունեությունը պետք է տեղավորվի ամեն դեպքում օրենքի շրջանակներում, հակառակ դեպքում ես հույս ունեմ, վստահ չեմ, բայց հույս ունեմ, որ Հայաստանի իրավապահ մարմինները կզբաղվեն այն մարդկանց հարցերով, ովքեր
օրենքին հակառակ գործողություն կփորձեն կատարել Հայաստանի Հանրապետությունում, բայց օրենքի շրջանակներում էլ կան ուղղություններ, հնարավորություններ, որոնք ցավոք սրտի Հայաստանի օրենքները կատարյալ չեն, եւ այդ ուղղությունները եւ հնարավորությունները ճանապարհ են, որպիսի արտաքին քաղաքական ուժերը կամ արտաքին ուժային կենտրոնները ազդեցություն գործեն Հայաստանի ներսում տեղի ունեցող քաղաքական գործընթացների վրա, այդ թվում այդ մարդկանց միջոցով այստեղ պետք է Հայաստանի իշխանությունները իրենց քաղաքականությունը հարմարեցնեն, ես նկատում եմ առաջին հերթին ներքին քաղաքականությունը հարմարեցնեն այն իրավիճակին, որը կա Հայաստանում գործող պետականության եւ ինքնիշխանության շուրջ համախմբվելու հնարավորություն կամ մոտեցումներ ունեցող քաղաքական ուժերը պետք է կարողանան ճիշտ դիրքավորվել, որպեսզի հնարավորություն չտան արտաքին դաշտից սպառնալ մեր պետականության անվտանգության եւ ինքնիշխանության։ Իսկ ընդհանրապես Հայաստանի իշխանությունները ինչ կարող են անել Արցախահայերի համար, որ չեն անում, որ այս դժգոհությունը կա Հայաստանի իշխանություններից, սոցիալական աջակցությունը տրամադրվում է, երկարացվել է նաև ժամկետը, բայց տպավորություն է, որ օրինակ մեր հայրենակիցները Արցախից եկած ավելի շատ ցանկանում են օրինակ չաշխատել ու անընդհատ ունենալ այդ սոցիալական աջակցությունից, դա արդյոք արդար է մեր եւ ձեր նկատմամբ։ Նորից եկեք չընդհանրացնենք Արցախահայերի մի հատվածը իսկապես ոչ մի բանից գոհ չէ եւ նրանք ցանկանում են, որպեսզի Հայաստանի իշխանությունները, ուղղակի իշխանությունը զիջեն իրենց ներկայացուցչին, այսպես ասենք, այլ հարց է, որ իրենց ներկայացուցչի տակ կարող են տեսնել թե երկրորդ նախագահին Հայաստանի Հանրապետության, թե այլ քաղաքական ուժերի եւ նրանց հիմնական ցանկությունը կարելի է ասել մոտավորապես նույնն է, ինչ Հայաստանի քաղաքական դաշտում գործող 5-րդ շահանցյան ցանկությունը, դա Հայաստանի Հանրապետությունը դարձնել Ռուսաստանի սատելիտ, Հայաստանի Հանրապետությունից որոշումները վերադարձնել Մոսկվա, որովհետև մինչև 2018 թվականը Հայաստանի Հանրապետությունում քաղաքական որոշումները գոնե արտաքին քաղաքականության մասով 99%-ով կայացվում էին Մոսկվայում, եւ սա նրանց համար ընդունելի զարգացում է, սա նրանց համար ընդունելի քաղաքական ուղեգիծ է, եւ դրա համար եմ հենց հղում անելով հենց այս վարքագծին ես նշում եմ, որ նրանց համար պետականությունը արժեք չէ, ինքնիշխանությունը արժեք չէ, նրանց համար արժեք է կուշտ փորը, նրանց համար արժեք է թանկ ավտոմեքենան, մի քանի հարկանի առանձնատունը եւ այլն։ Նման մարդկանց նկատմամբ Հայաստանի հասարակության վերաբերմունք առաջին հերթին պետք է լինի մեկը, Հայաստանի հասարակությունը պետք է մերժի նման վարքագիծը հասարակության ներսում, նրանք պետք է մարգինալանան, նրանք պետք է Հայաստանի Հանրապետությունում չկարողանան տարածել իրենց արժեքները, իրենց կարծիքը, իսկ այն դեպքերում, երբ օրենքը կխախտեն, նույնիսկ ամենափոքր խախտման դեպքում արդեն անհրաժեշտ է, որպեսզի գործեն իրավապահ մարմինները։ Պարոն Ղևոնդյան, նաև ուզում եմ խորհրդանին մի փոքր անդրադառնանք այդ միջադեպերը, որ անընդհատ տեղի ունենում եւ ենթատեքստը նորից իշխանություններին Արցախի հարցում, Թուրքիայի հարցում մեղադրանքներն են, ամեն ինչ սկսվում է այստեղից, երեք Լևոն Քոչարյանի օրինակ հայտարարությունները։ Փաստորեն մինչև 26 թվականը մենք այս որակի խորհրդարան ենք ունենալու, այս որակի դիսկուրսներ ենք ունենալու, ինչպես է գնահատում։ Ցավում եմ, բայց տեղ ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ 26 թվականից հետո էլ շատ մեծ հավանականություն կա, որ որակը չի փոխվելու, որովհետև խորհրդարանի կառուցվածքը կարծես թե էական փոփոխություն չի կրելու, համենայն դեպս հաշվի առնելով այն քաղաքական գործընթացները, որոնք այս բանին ես նկատում եմ եւ փորձում եմ վերլուծել, իսկ հիմնական միտումը այստեղ կառուցողական աշխատանք թույլ չտալն է։ Խնդիրը ոչ թե այն է, թե Արցախի խնդիր կա թե չկա, խնդիրը ոչ թե այն է իշխանության համար պայքար կա թե չկա, խնդիրը ոչ թե այն է ազգային ժողովի ներսում երկու խմբակցությունները մեկը մյուսի նկատմամբ անտագոնիստական են տրամադրված թե ոչ, խնդիրն այն է, որ մեկ հատված կա եւ դա Հայաստան դաշինքն է եւ նրան պաշտպանող օղակները, ովքեր ամեն կերպ փորձում են խոչընդոտներ հարուցել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը եւ մնացած ինստիտուտները նորմալ գործեն։ Ինչի համար, հենց նրա համար, ինչի մեղադրանքը փաստացի առաջադրեցինք Արցախահայերի մի փոքր հատվածին, հենց նրա համար, որովհետև Հայաստանի Հանրապետության նորմալ կենսագործման արդյունքում Հայաստանի Հանրապետությունը զարգանալու է, պետականությունը ամրապնդվելու է, ինքնիշխանությունը ամրապնդվելու է, անվտանգությունը ակնհայտորեն բարելավվելու է, ինչը չի մտնում
Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի մաս դարձնելու նրանց ծրագրերում, այլ խոսքով ասած, եթե Հայաստանի Հանրապետությունը ուժեղ լինի, Ռուսաստանի համար շատ ավելի դժվար կլինի Հայաստանի Հանրապետությունը դարձնել սեփական երկրի մաս։ Եվ այս մարտիկ փաստացի ես նկարագրում եմ 5-րդ Շարասյան գործունեություն, այս մարտիկ տվյալ գործունեության միջոցով փորձում են թույլ չտալ Հայաստանի Հանրապետությանը նորմալ աշխատել, որպեսզի չզարգանա, որպեսզի ուժեղ չլինի Հայաստանի Հանրապետությունը։ Նաև այս նյարդային վիճակի պատճառը ապօրինի գույքի բռնականցման այս հրապարակումն դրանք էլ որոշակի ազդող գործոններ են իհարկե, բայց ես կարծում եմ հիմնական առանցքը այստեղ Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտների անխափան աշխատանք թույլ չտալն է։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։